Սյու սոցիալական ցանցի մասին, ինքը այդպես է կարծված իրականում, եւ նրա մասին, որ Հայաստանից բավականին լուրջ քանակի մարդ այնտեղ է արտագաղթել, որովհետեւ գումար են տալիս, այսինքն գովազդային գումարով կիսվում են օգտատերերի հետ, բայց այսօրվա դրությամբ այդ լուրջ գումարներ այնտեղ չկան, այսինքն օրեկան մի 10-15 ցենտ կարելի է վաստակել, իսկ գումարը հանել հնարավոր է միայն $100, երբ որ կուտակվի։ Այսինքն այսօրվա դրությամբ դա խոսքը գնում է մի քանի տարվա մասին, էլի, մարդ պետք է մի քանի տարի այդտեղ խոպանում աշխատի, որ կարողանա այդ $100 հանի։ Իհարկե, ենթադրում եմ, որ եթե Հենրիխ Մխիթարյանը մտնի այնտեղ եւ սկսի գրել, բավական լուրջ գումարներ կվաստակի, որովհետեւ իր գրառումները շատ են տարածվում, բայց միջին մարդը իհարկե լուրջ գումարներ չի վաստակի։ Անվտանգությունից ելնելով իհարկե դժվար է գնահատել, որովհետև անվտանգությունը հիմնականում ժամանակի ընթացքում է երևում, հա, որովհետև արդյոք կան այնտեղ ինչ-որ խոցելիություններ եւ այլն, դրանք գնահատել այս պահին չի լինի։ Մի կոնկրետ հարց կա, որը այն է, որ այդ կայքի վրա բավականին տարօրինակ է աշխատում այն ինչ որ կոչվում է HTTPS, այսինքն գաղտնագրված չի կապը, այսինքն ինքը մեկ միանում է, մեկ անջատում է, օրինակ ինձ մոտ չի միանում, կան մարդիկ ու մոտ միացրած, այդ նշանակում է, որ այնտեղ դեռ նորմալ չի աշխատում, դա չաշխատելը, ասեմ, ոչ միայն այս կայքի վերաբերյալ, այլ ընդհանրապես այդ հաշվի առեք, եթե դուք մտնում եք ինչ-որ մի կայք եւ այնտեղ կապը պարզապես հասարակ կապ է, այլ ոչ թե HTTPS, դա տարբերում է նրանով, որ դուք հասցեի տողում տեսնում եք արդյոք այն կանաչած գրառումը, որ սա HTTPS է, թե ոչ։ Եթե HTTPS գոյություն չունի, դա նշանակում է, որ երրորդ անձիկ կարող են ներթափանցել ձեր գրառումների մեջ։ Սկսած նրանից, որ կարող են ձեր գաղտնաբառը գողանալ, վերջացած նրանով, որ կարող են պարզապես ընթերցել, օրինակ դուք ինչ եք անում, կամ պրիմիտիվ օրինակ բերեմ, եթե Facebook-ում դուք ենթադրենք ընդհատակյա ընդդիմադիր եք եւ պահում եք հայերեն ասած fake, կեղծ անունով եք գրանցվել, որտեղ չեք ուզում, որ երևա թե դուք ով եք։ Եթե կապը HTTPS-ով չի, երրորդ անձը կարող է տեսնել, թե դուք որպես ով եք հանդիսանում Facebook-ում կամ այլտեղ։ Կամ օրինակ կարելի է տեսնել, թե դուք որ խմբի admin-ն եք, որ edge-երն եք այցելում, հա։ Երբ որ HTTPS-ը միացրած է, կողքից երևում է միայն, որ դուք մտել եք Facebook կամ մտել եք YouTube։ Եթե դրա համար օրինակ Google-ը սկսել է իր բոլոր սերվիսները HTTPS-ով տալ, նույնիսկ փնտրելը։ Որովհետև այդ դեպքում կողքից չի երևում, թե դուք ինչ եք փնտրում, այսինքն երևում է, որ դուք մտել եք Google, բայց չի երևում, թե դուք կոնկրետ ինչ եք փնտրում։ Օրինակ, եթե դուք Bing-ից եք օգտվում, Bing-ը չի գաղտնագրում կապը եւ կարելի է տեսնել, թե մարդ ինչ է փնտրում։ Իրականում դա բավականին լուրջ խնդրեմ է մարդու համար, որովհետեւ կարելի է մարդու բնութագիրը կազմել, ելնելով նրանից, թե ինքը ինչով է հետաքրքրվում։ Դրա համար ընդհանրապես հաշվի առեք, որ HTTPS-ի բացակայությունը ընդհանրապես դա խնդրեմ է։ Սկսած նրանից, որ եթե չի միացած, չի կարելի գաղտնաբար մտցնել, չի կարելի առևտուր անել on-line, որտեղ ձեր քարտի տվյալները ուրիշի ձեռքը կանգնի։ Այսօր շատ երկրներում նաև կոչ են անում նույնիսկ լրատվական կայքերին անցնել դրան, որպեսզի իհարկե դա երկրներին է վերաբերում, որտեղ իշխանությունները նույնիսկ մարդկանց բանն են փորձում վերահսկել, թե ինչ են կարդում մարդիկ, հա։ Որպեսզի չերևա, թե մարդ լրատվական կայքում ինչ հոդվածներ է ընթերցում։ Պլյուս երրորդ վտանգն էլ կա, որ եթե չի միացրած գաղտնագրում, ապա կարող են ուրիշ կայք ձեզ ցույց տալ, այսինքն փոխարինել այս կայքը ուրիշով, հա։ Օրինակ,
provider-ի մակարդակով կարող է ձեզ ուղարկել նմանակ կայքի վրա, բայց դա այդ կայքը չլինի, հա, եթե միացրած չի HTTPS-ը։ Նենց որ ընդհանրապես սա կարևոր խնդիր է եւ նույնիսկ կան կազմակերպություններ, որոնք կոչ են անում 2015-ին բոլոր կայքերին անցնել գաղտնագրված կապի։ Բայց ինչևէ, եթե դուք սոցցանցից եք օգտվում յուրաքանչյուր սոցցանցից, հաշվի առեք, որ պետք է այդ համակարգը նորմալ աշխատի, հակառակ դեպքում դուք խոցելի եք։ Այս սոցիալական ցանցում այդ համակարգը այդպես կիսատ պրատ է աշխատում, հա, մեկ միանում է, մեկ անջատվում է եւ այլն, երևի ինչ որ տենց չեն հասցնում մարդկանց քանակի հետ կապված ինչ որ նորմալ կազմակերպեն սա։ Իսկ որքան է այդ օգտատերերի թիվը մոտավոր Սյուի։ Աշխարհով մեկ դժվար է ասել, Հայաստանից մոտավորապես 10,000-ի է մոտենում, այսպես ասեմ։ Վերջում է դա շատացել, հա։ Վերջին մի քանի օր է, իրականում երևի մի շաբաթ էլ չկա, որ աղմուկը կավ եւ մարդիկ լծվեցին այնտեղ գումար վաստակելու եւ այլնի։ Ինքը սոցցանցը հետաքրքիր այն առումով, որ ինքը ոնց որ Facebook-ի եւ Twitter-ի միջանկյալ վիճակն է, այսինքն Twitter-ին անման այն առումով, որ չի ինքը քո տեղը չի որոշում, թե ինչա քեզ ցույց տալի։ Գիտեք, Facebook-ը այտենց ինքն է որոշում, թե դու ում ես տեսնելու, ինչ հաճախականությամբ եւ այլն, սա շատ ավելի լիբերալ մոտեցումներ ունի, այսինքն ուղղակի ըստ հերթականության գրառումները հայտնում են ձեր մոտ, հա։ Ուրեմն մոտավորապես այտենց կարելի ասել երևի թե ես չեմ հիշում դες դեպք, որ այսքան ակտիվ մեկ էլ հայերը միանգամից լծվեն ինչ-որ միտեղ, հա։ Այսինքն սենց կտրուկ աճ ինչ-որ մի բանի այցելությունները չեմ հիշում, ճիշտ որ ասեմ։ Այսինքն իրականում էդ էլ շատ չէ, 10,000 էլ չկա նույնիսկ այցելուների թիվը։ Սոցցանցի համար դա լուրջ թիվ չի, բայց մեկ շաբաթվա մեջ այդքան մարդ է, մահական։ Ուրեմն իրականում սա մեզ մոտ չի շուխուրը ընկել։ Ընդհանուր առմամբ այս սոցցանցը ստացավ մոտ 7 միլիոն ներդրում եւ իրենք սկսեցին իրենց գովազդել, այսպես ասեմ։ Եվ այդ 7 միլիոնը բաժանվել է օգտատերերին, չէ, 7 միլիոնը դա իրանց զարգացման ներդրումն է, բաժանում է օգտատերերի միջև գովազդը, որը ստանում է այդ սոցիալական ցանցը, որը դուք տեսնում եք կողքից կամ արդեն նաև news feed-ում է հայտնվում։ Պարզապես գումարային տեսանկյունից պարզ չի, թե ինչքան գովազդ այնտեղ կլինի, այսինքն շատ կախված է, թե գովազդը շատ կլինի, թե չէ, եթե քիչ եղավ, այդ գովազդը նույն ձևի քիչ բաշխվելու է մարդկանց միջև եւ այսինքն եթե մարդիկ լծվեն այնտեղ ավելի արագ քան գովազդատուները, շատ արագ այդ գումարները կսկսեն շատ ավելի նվազել, հա։ Աշխուժությունը ամբողջ աշխարհից չի, շատ սպეციფიկ է, Հնդկաստանն է շատ ակտիվ, ԱՄՆ, Բրիտանիա ու Հայաստանը, իհարկե Հայաստանը տենց տոկոսային առումով է շատ։ Եթե նայեք օրինակ Android-ի վրա մոտ 5 միլիոն ներբեռնում կա իրենց հավելվածի։ Դա սոցցանցի համար քիչ է իհարկե, բայց նոր շուկա մտնողի համար բավականին լուրջ թիվ է։ Հենց որ տեսնենք, իրականում դեռ որ մարդիկ ավելի շատ հրապուրված են նրանով, որ գումար կարող են վաստակել, նրանք ինչ որ մարդիկ էլ այդտեղ գնում են, որտես Facebook-ին այլն դրանք, որտեղ Facebook-ը շատերին հոգնածրել է արդեն ինչ որ։ Ուրեմն, եթե անդրադառնանք մյուս սոցցանցերին, սոցցանցերը վերջին շրջանում բացի է։ Ինչի կանցնենք անվանումը կա ինչ որ բացատրություն չէ։ Ես չեմ հանդիպել։ Իրանք պարզապես գրել են ոնց է կարդացվում։ Գիտեք, դա ԱՄՆ-ում է գտնվում։ Չնայած ասում են ինչ որ հնդկական բաներ կան, արմատներ, այսպես ասած։ Բայց ԱՄՆ-ում է։ Դա ընդհանրապես տենց մոդելներ գործել են, ասա առաջի դեպքը չի։ Բայց դեռ որ հաջողակ չի եղել, այսինքն այդ գովազդի հետ կիսվելը եւ այլն։ Տեսնենք, սա իրականում մասշտաբի վրա կարող է աշխատել, այսինքն եթե շատ մարդ մտնի, կարող է ավելի զարգանալ։